Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան գործով 1 անձ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Հիշեցնեմ, Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին հայտնաբերվել է հունվարի 14-ի առավոտյան։ Գործարար Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Նոր խափանման միջոց է ընտրվել, կալանքը 2 ամիս ժամկետով։ Հիշեցնեմ, 2025-ի դեկտեմբերի 30-ին էր Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել տնային կալանքը և գրավը։ Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանի որդեգրած դերին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել նրան և բոլոր այն տարածաշրջանային գործընկերներին, որոնք իր բառերով աջակցում են Հայաստանի Հանրության մեծամասնության խաղաղության գնալու, առևտուր անելու, թրիփի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին։ Հարցին, թե ինչպես են Թուրքիայի արտգործնախարարի ձեռքում հայտնվել Հայաստանում իրականացված հարցումների արդյունքները, Սիմոնյանը պատասխանել է, թե չգիտի։ Հիշեցնեմ, 3 Հական Ֆիդանը հայտարարել էր, թե Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կարևոր են, և ըստ նրա Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Եկեղեցու շուրջ ծավալվող զարգացումների մասին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հեռացումը պահանջող հոգևորականներից մեկը, Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, աշխարհիկ անունով Արման Սարոյան, Հայաստանի Այծ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայց է ներկայացրել դատարան։ Դատադեքս համակարգից տեղեկանում ենք, որ նա պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին II-ի հայրապետական տնօրինությունը և իրեն վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Հիշեցնեմ, հունվարի 10-ին ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Մայրաթոռի հաղորդագրության մեջ նշվում է, թե տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Մեկ լուր մարզաշխարհից։ Անտալիայում ընթացող թենիսի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Անի Ամիրաղյանը 6-2, 6-2 հաշվով հաղթելով իսպանացի մրցակցին դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Սլովենիայի ներկայացուցիչ Դալիլա Յակուպովիչի հետ։ Հիմնական փուլի առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչը 6-0, 6-4 հաշվով հաղթել էր թուրք Բահար Կիլիչին։ Եվ վերջում եղանակի մասին։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հունվարի 17-ի ուշ երեկոյան 18-ից 20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել ևս 4-ից 6 աստիճանով, հունվարի 17-ից 19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 7-ից 10 աստիճանով։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին լուրերի մեր ամփոփիչ թողարկմանը։